Հարգելի հետևորդներ, ողջունում եմ բոլորիդ։ Եթերում օրինաչափ հաղորդաշարի հարցեր փաստաբանին հավելվածն է։ Այսօր եւս պատասխանելու եմ ձեր հարցերին։ Եվ այսպես, հարց առաջին։ Որդիս 7 տարեկան է։ Ցանկանում ենք իր համար անշարժ գույք ձեռք բերել։ Կարող ենք այն ձևակերպել իր անունով եւ ինչ սահմանափակումներ է նախատեսում օրենքն այս դեպքում։ Ծնողները որպես օրինական ներկայացուցիչ կարող են իրենց երեխայի անունից կնքել գործարքներ, այդ թվում անշարժ գույքի ձեռքբերման։ Հետևաբար, դուք կարող եք որպես ծնողներ երեխայի անվամբ ձեռք բերել անշարժ գույք, նոտարական կարգով կնքելով առողջարքի պայմանագիր։ Երկրորդ հարցը։ Հարգելի փաստաբան, որդիս ժամկետային զինծառայող է։ Ինչ արտոնություններ ունի մեր ընտանիքը տվյալ պարագայում։ Պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածում զինծառայողն ազատվում է անշարժ գույքի գույքահարկից, եթե ինքն է հանդիսանում սեփականատերը, բացառությամբ հասարակական կամ արտադրական նշանակության անշարժ գույքի։ Ազատվում են նաև իրենց սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի գույքահարկից։ Զինծառայողները նաև նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովում են որակյալ բժշկական օգնությամբ համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում։ Երրորդ հարցը։ Տեղեկացա, որ հնարավոր է ստանալ ուսանողի ուսման վարձի փոխհատուցում պետությունից։ Կարող եք ասել, թե ինչ չափով եւ ինչ եղանակով է դա հնարավոր։ Եթե 2025 թվականին 2024 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել եք կամ պետք է ներկայացնեք հայտարարագիր, ապա դուք կարող եք օգտվել եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Փոխհատուցումից կարող եք օգտվել ինչպես ձեզ համար, այնպես էլ ձեր ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերի մասով։ Ընտանիքի անդամներն են հայտարարագիր ներկայացնողի ամուսինը, ծնողները եւ զավակները, որդեգրողները եւ որդեգրվածները։ Կրթության գծով փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե կրթական ծախսերը կատարվել են նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական, արհեստագործական, միջին, բարձրագույն եւ հետբուական մասնագիտական կրթական ծրագրերի համար։ Հիշեք, որ ուսման վճարի մասով կատարված ծախսերի համար պետք է ուսումնական հաստատությունից պահանջել հաշվարկային փաստաթուղթ։ Հավելեմ նաև, որ փոխհատուցման գումարի առավելագույն չափը կազմում է 100,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր հայտարարագիր ներկայացնողի համար։ Անցնենք առաջ, 4-րդ հարցը։ Հարգելի պարոն Գրիգորյան, հայրս ժամանակավորապես բնակվում է Բելգիայում։ Այս պահին այնտեղ ունի իրավական խնդիրներ։ Ցանկանում ենք օգտվել փաստաբանի ծառայություններից, սակայն նախընտրելի է, որ այդ հարցում մեզ օգնեն Հայաստանի Հանրապետության փաստաբանները։ Հարցս հետևյալն է. Արդյոք Հայաստանի Հանրապետությունում արտոնագրված փաստաբանն ունի լիազորություններ պաշտպանելու մեր քաղաքացիների շահերը օտար երկրում։ Եթե ՀՀ փաստաբանների պալատում արտոնագիր ունեցող փաստաբանը հավատարմագրված լինի կամ հավատարմագրվի Բելգիայի համապատասխան մարմնում, ապա կարողանա ներկայացնել այնտեղ բնակվող անձի շահերը։ Հետևաբար, ձեր հայրը կարող է դիմել Բելգիայի փաստաբանների պալատ, եթե գործում է այլ կառույց, ապա այդ կառույցին, եւ պարզել, թե արդյոք Բելգիայում գործունեություն ծավալող ՀՀ փաստաբաններ արտոնագրված են, թե ոչ։ Եվ վերջին 5-րդ հարցը։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցից. Որ դեպքում կարող է քաղաքացին դիմել ֆինանսական հաշտարարի գրասենյակ իրավական խնդրի լուծման համար։ Ֆինանսական համակարգի հաշտարարը իրավասու է քննելու այն պահանջները, որոնք ներկայացվում են հաճախորդի կողմից ֆինանսական կամ ապահովագրական կազմակերպության, այդ թվում բանկեր, վարկային կազմակերպություններ, գրավատններ, ապահովագրական ընկերություններ եւ այլն, դեմ կապված են կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ եւ պարունակում են 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ։ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու կարգի մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ գրասենյակի պաշտոնական կայքում։
Հարգելի հետևորդներ, այսօրվա համար այսքանը, չմոռանաք մեկնաբանություններում գրել ձեր հարցերը եւ իհարկե սեղմել բաժանորդագրության կոճակը։ Հետագա թողարկումները բաց չթողնելու համար մի խախտեք օրենքը, բայց եւ իմացեք ձեր իրավունքները։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ ABC Media-ի եթերում։